Դե համենայն դեպս գիտեք, եթե հետևենք թե մեր մասին ինչեր են ասում, երբեմն գուցե էմոցիաների տրվում ենք եւ մեր նպատակն է նա, որ ընդհանրապես Հայաստանում քաղաքական կուլտուրան եւ խոսույթը գա մի կետի, որ ձեր նշած երևույթները մեր կողմից էլ մեր դեմ էլ չկիրառվեն եւ դա մեր նպատակն է, բայց ես շատ եմ դրա մասին մտածել, իսկապես ես մտածում եմ, որ միջև այդ էջը չփակվի քրյա օլիգարխիկ համակարգի Քոչարյան, Սարգսյան, Ծառուկյան, Կարապետյան, Տեր-Պետրոսյան նոր քաղաքական կուլտուրա հնարավոր չի լինելու ձևավորվել, որովհետեւ նախ ի սկզբանե այդ ատելության խոսքը գեներացվել է իրենց կողմից եւ այդ նույն կերպ մենք թիրախավորվում ենք ամենավատ ձևերով եւ այդ ազդեցությունը 1, 2, 3, 4, 5 այո կարող է չդրսևորվել, բայց մի ինչ-որ պահի դրսևորվում է եւ ես ձեր մտահոգությունը ընդհանուր առմամբ կիսում եմ եւ կարծում եմ, որ մեր ընդհանուր նպատակը պետքա դա լինի եւ մենք էլ աշխատում ենք, որպեսզի դա հնարավոր դառնա։ Ինչ վերաբերվում է քմահաճույքին, բախտի քմահաճույքին թողնելու, ինչպես նախկինում ասել են, դա մի թեմա է, որի շուրջ արվում է ամենօրյա աշխատանք, բայց նաեւ մյուս կողմից այդ աշխատանքը մենք աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետեւ մեր փորձը ցույց տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում, բայց նաեւ մենք հնարավորը անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ կերպով լուծելու։ Բայց նաև էտել եմ ուզում ասել, որ տեսեք, հիմա նույն ձեր նշած շրջանակների քաղաքական խոսույթներ, հիմա դուք ինձ եք չի ասում, որ բախտի կամ չգիտեմ ոնց ասի քմահաճույքին է թողնելու, բայց ասենք այն խոսույթը, որ օգտագործում են, որոնց ես անվանում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն, չի նպաստում, որ մարդիկ այդ մարդկանց խնդիրը լուծվի, որովհետև Ադրբեջանում էլ են, չէ, հետևում քաղաքական խոսույթին եւ տեսնում են, որ թե ինչ խոսույթով է հանդես գալիս պարոն Իշխանյանի մասին էի, դուք ասում, հա Բաբայան, հայնցված ասցիք Իշխանյանը հիմա տեսնում են, չէ, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս։ Հիմա դա ազդում է այդ ընդհանուր process-ի վրա։ Իհարկե ազդում է։ Կամ պարոն Բաբայանի թիմակիցները եւ խամախոհները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս, ինչ քաղաքական ուղեգիծ են որդեգրել եւ ուր են տանում իրենց պատկերացած process-ը։ Այսինքն հիմա այդ տրամաբանությամբ եթե նույն դաշնակցությունը մոտավորապես զարգացնում այն միտքը, թե ասենք օրինակ Ղարաբաղը հետ ենք բերելու, չէ, այսինքն տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ բանին, այդ process-ին, ոնց են հետ բերելու։ Պարզա չէ, որ դա կոնֆլիկտի խոսույթ է եւ բերելու է մի ինչ-որ պահի ինչ-որ մի դրսևորում։ Այսինքն նկատի ունեմ, հա? Ես չեմ ուզում ասել, օրինակ դիտավորյալ ուզում են այդ մարդկանց վնասեն, բայց այդ խոսույթը իհարկե վնասում է։ Այսինքն տրամաբանական չի, ես դա պետք է ասեմ, որ դա պարզ լինի։ Մենք ասում ենք, բնականաբար մեր գիծը ինչ է։ Մեր գիծը նա, որ ժողովուրդ կոնֆլիկտը ավարտված է եւ մենք մեր ժողովրդին հետ ենք ասում եւ նաեւ մյուս գործընկերներին միջազգային նաեւ Ադրբեջանի հետ խոսած ասենք կոնֆլիկտը ավարտված է, եկեք մնացած զուգահեռ հարցերն էլ լուծենք։ Եվ ինչ արձագանք ենք ստանում, ասում են քաղաքական այն ուժը, որի ներկայացուցիչն է օրինակ Դավիթ Իշխանյանը, Սենց տեքստեր ասում, ոնց է կոնֆլիկտը ավարտված։ Եթե ավարտված է, ինչ են դրոշ վառում։
Այսինքն բարձա, եթե դրոշ, այսինքն եթե իրանք ագրեսիվ խոսույթով հանդես են գալիս ընդհուպ այդպիսի ագրեսիվությամբ, որն է տրամաբանությունը, որ այսինքն մենք այդ մարդկանց ազատենք, որ գան հետո մի հոգի վրա ենթադրենք, ասենք ենթադրենք, հիմա իրանք էլ ասում են, այս իշխանությանը հեռացնենք, այդ անենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա, պարզ չի տրամաբանությունը։ Եվ եթե դրա մասին ենք խոսում, այսօր ամենամեծ խոչընդոտ այդ հարցի լուծման է դա։ Որտեվ մենք ասում ենք խաղաղությունը հաստատված է, այո։ Դե ասում ենք եկեք լուծենք, ասում ենք բայց մի րոպե, այդտեղ ինչեր են կատարվում։ Ընդ որում սա բան չի, չէ, Ադրբեջանը իր հրապարակային հայտարարություններով էլ այդ մատնանշումը անում է։ Ես չեմ ասում հատուկ տենց են անում, ես խոսում եմ ընդհանուր միջավայրի և մթնոլորտի մասին և ասում եմ, թե մենք ինչի հետ ենք առնչվում։ Շնորհակալություն կներեք, մենք մնացել է շնորհակալություն ձեր հարցը տվել եք, հարգելի գործընկերներ։ Գիտեմ, որ ես ներողություն, ես հիշում եմ, որ 2019 թվականին Ստեփանակերտում ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ, ես դա հիշում եմ։ Այո, էդ էլ եմ հիշում։ Ոչ, խոսքը նրանից հետո, այո, նրանից հետո իմ ասած գերեվարված անձին, եթե ոչ բոլորը, մեծ մասը վերադարձել են։ Հիմա անազատության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր ավելի ուշ այլ հանգամանքներում են հայտնվել անազատություն։ Եվ ես համոզված եմ, նրանց խնդիրը նույնպես կլուծվի, բայց դրա համար խաղաղության մթնոլորտը պետք է ուժեղանա։ Հասկանում եք, սա շատ պարզ տրամաբանական բան է։ Ես չեմ կարող Դաշնակցություն կուսակցության ներկայացուցչին ազատության հասնելու հարցում արդյունքի հասնել, եթե Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցություն կուսակցությունը ագրեսիվ, կոնֆլիկտային քաղաքականություն ավարում եւ խոսույթներ օգտագործում։ Սա շատ պարզ բան է, հիմա չեմ ասում, ես ամեն օր չեմ ասում դրա մասին, բայց որ հարցնում եք Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար